Կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարակներին մասնակցող իշխանությունն այսօր աղոթքի նախաճաշ է կազմակերպել ազգային պատկերասրահում։ Միջոցառման ընթացքում նախ աղոթել, ապա նաև քննարկել են հոգևոր արժեհամակարգային թեմաներ։ Աղոթքի նախաճաշի առաջին օրվա պանելային քննարկմանը մասնակցեց նաև հանրապետության նախագահը։ Եկեղեցականները կային, իրենց բարեմաղթանքները ասեցին, այսպես ամեն ինչ նորմալ է, հիմա էլ քննարկում է գնում, իրանք մասնակցում են։ Մայրաթորը ներկայացնող Տեր Դանիելի եպիսկոպոս Ֆնդկյանն այստեղ է ասելու հայ առաքելական եկեղեցու տեսակետներն ու ընկալումները խղճի ազատության վերաբերյալ։ Հյուրերի ցանկում է նաև կարգալույծ հռչակված Վարդան Հունանյանը։ Հրավիրել են մեզ եւ եկեղեցուց բնականաբար հրավերներ կան։ Աղոթում ենք Աստծուն ամեն լավ բանի համար։ Խաղացում ենք։ Հայաստանի խաղաղության համար նախաճաշ աղոթքին մասնակցում են նաև ասորական եկեղեցու սպասավորները։ Պետք է եկեղեցում անցկացվեր աղոթքը, բայց կարծում դա ավելի շատ ֆորումի նման ինչ-որ միջոցառում է, ուղղակի շատ ինֆորմացված չեմ ես։ Միջոցառման հրավիրյալները հակասական չեն համարում պատկերասրահում աղոթելը։ Կրոնական մարդ չեմ ինքնին, հա, բայց ես մեծապես կարևորում եմ կրոնի դերը եւ եկել եմ մասնակցեմ այս միջոցառմանը, որը միայն աղոթք չի, հա, այլ մարդիկ նաև ճանաչեն իրար, թե Հայաստանից, թե ոչ Հայաստանից, նաև Սփյուռքից։ Եկեղեցին, այո, շատ կարևոր տեղ ունի, բայց հենց տանն էլ պետք է աղոթենք, չգիտեմ, մեքենայի մեջ էլ, այդպես ամենտեղ պետք է աղոթել, այսինքն պատկերասրահում աղոթելը չի հակասում մեր քրիստոնեական հավատքին։ Արտերկրից ժամանած հյուրերի մի քանիսը եկել են նոր ծանոթություններ ձեռք բերելու, մի քանիսն էլ ուղղակի հետաքրքրության համար։ Այստեղ եմ եկել, որպեսզի ընկերներիս հետ լինեմ, ինչպես նաև ուզում եմ հասկանալ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում։ Ես սիրում եմ Հայաստանը, այդ պատճառով էլ մասնակցում եմ այս միջոցառմանը։ Աղոթելու եմ, որպեսզի Աստված օրհնի այս երկիրը։ Հրավիրված էի, որ ուրիշ մասնակցողներուն ծանոթանալ։ Ճիշտ աջենդան չեմ գիտել ճիշտ ինչ պիտի։ Միջոցառման երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Մայր տաճար։ Նրանց ընդունելու է նաև ամենայն հայոց կաթողիկոսը։